Ազգային ժողովն ընդունել է օրենք, որով դրսում ապրող հայերը զրկվում են քվեարկելու իրավունքից, եթե ընտրացուցակները հրապարակելուց առաջ 1 տարի հայրենիքում չեն եղել։ Ինչպես է գնահատում ՔՊԻ այս քայլը։ Ինձ թվում է մի շարք առավելություններ ունի, թերություններ ևս, որտեղ Հայաստանի տեղից փոքր բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի ոչ միշտ է Հայաստանում գտնվում կամ այլ պատճառներով։ Դրա համար թույլ չտալի ընտրելը ընդհանրապես հիմնավորված չի կամ ոնց որ մնացած դեմոկրատիկ երկրներում են անում, հնարավորություն տալիս երկրը ընտրել տվյալ գտնվելու վայրի ընտրատեղամասում այդ ամեն ինչը կազմակերպելով։ Ամեն դեպքում գտնում եմ, որ եթե հայ է, ուրեմն Հայաստանի քաղաքացի պիտի լինի առաջնահերթ։ Իսկ եթե Հայաստանի քաղաքացի է, ուրեմն այդ իրավունքը ունի ընտրության։ Բոլորն էլ հայ են, թող ընտրեն։ Ես ճիշտ աստեղ եմ ապրում, բայց շատ դեմ եմ հենց այդ իրանց չընտրելուն։ Այդ համոզմունքին дем եմ։ Ես Լատվիայի քաղաքացի եմ, ստեղ չեմ մասնակցում ոչ մի ձևի։ Ճիշտ է այս օրենքը, որ դրսում ապրող հայ։ Ճիշտ է։ Շատ Я думаю, это неправильное решение и вашего премьер-министра, и всех остальных, правительства вашего, потому что мы же, если находимся на территории Российской Федерации, мы, наверное, для нас не безразлична судьба нашей Родины исторической, поэтому нам необходимо давать возможность, чтобы мы голосовали за то, что происходит на нашей исторической Родине. Я думаю так. Շատ ճիշտ եմ գնահատում, որովհետև պիտի ապրենք մեր երկրում, պիտի պահենք մեր երկրի օրենքները։ Եթե ապրում ենք Հայաստանում, պիտի ընտրի միայն Հայաստանի քաղաքացին, քանի որ ստեղի բնակիչ ենք։ Շատ վատ։ Ինչ իրանց օգուտ է այդ են անում։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Շատ վատ օրենք է։ Հայաստանի կյանքով չեն հետաքրքրվում, չգիտեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այո, ինչի պիտի օրինակ վերցնենք, պիտի վարչապետ ընտրվի 10 տարվա ապրած մարդ, չէ, տենց օրենք կա։ Իսկ վարչապետ ընտրող մարդը պիտի Ամերիկայում, չգիտեմ, Ռուսաստանում ապրի, մի հատ էլ գա ընտրի Երևանում վարչապետ։ Երևի համարում եմ ճիշտ, բայց 1 տարի մի քիչ է։ Օրինակ մի 3-4 տարի կամ մի 5 տարի, որ ընդհանրապես Հայաստանի կյանքով չի ապրել, զուտ մի հատ անձնագիր ունի կամ անունն է, հայ, վերջը, և ուզում է Հայաստանում ինչ-որ բան փոխի։ Սխալ է, ինձ թվում է, որ դա սխալ է։ Ես օրինակ դեմ եմ նման հայտարարություններին, կարծում եմ սխալ է։